Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Գեղինյանն եմ։ Այսօր 2025 թվականի ապրիլի 7-ն է։ Ուրեմն, ինչպես արդեն իմ հետևորդները կհիշեն, ես մի քանի օր առաջ իմ YouTube-յան ալիքում տեղադրեցի հետևյալ վերնագրով տեսանյութ. հարգելի ԱԱԾ, օրենքով գողերը նախապատրաստում են իմ սպանությունը։ Իմ այդ տեսանյութը YouTube-ում այս պահի դրությամբ արդեն իսկ ունի 27000 դիտում, ինչը միանշանակ վկայում է այն մասին, որ իմ այդ տեսանյութը հանրության շրջանում ստացել է լայն արձագանք։ Դրա մասին են վկայում նաև իմ այդ տեսանյութի տակ գրված բազմաթիվ մեկնաբանությունները, քիչ անց ես կհրապարակեմ այդ մեկնաբանությունները ամբողջությամբ, այդ մեկնաբանությունների բովանդակությունը։ Ուրեմն, իմ տեսանյութերի այդ մեկնաբանություններում ինձ անծանոթ անձինք, ինձ անծանոթ օգտատերեր գրել էին, որ գողականները պատրաստվում են ոստիկանների աշխատակից, ոստիկանության ծառայողների համազգեստով մուտք գործել իմ բնակարան, տպավորություն ստեղծել, որ իրենք իբր թե ոստիկանության ծառայողներ են եւ ցանկանում են այդ ճանապարհով, այդ միջոցով առևանգել ինձ եւ տանել անտառում պատժել։ Ինչպես նաեւ ինձ անհայտ օգտատերեր գրել էին, որ գողականները ցանկանում են նաև կազմակերպել ավտովթար, որպեսզի Էրիկ Գեղինյանս դառնամ ավտովթարի զոհ։ Ուրեմն այդ կապակցությամբ ստիպված եմ հիասթափեցնել այդ սուտի գողականներին, ասեմ, որ Լոռու մարզի բոլոր ոստիկանները ինձ դեմքով ճանաչում են, ինչպես նաև ես ինքս եմ Լոռու մարզի բոլոր ոստիկաններին դեմքով ճանաչում, եւ հնարավոր չէ նման պարզունակ հնարքներով ինձ անակնկալի բերել, ես միամիտ անձնավորություն չեմ եւ բնականաբար պատրաստ եմ հակազդել նման իրավիճակին, այսինքն եթե ես հայտնվեմ նման իրավիճակում, ապա պատրաստ եմ հակազդել։ Նաև ցանկանում եմ տեղեկացնել, որ ոստիկանության ծառայողները առանց իմ թույլտվության, առանց նախապես ինձ հետ համաձայնեցնելու երբեք չեն այցելում իմ բնակարան, այնպես որ եթե հանկարծ նման իրավիճակի առջև ես հայտնվեմ, նման իրավիճակում հայտնվեմ, ապա բնականաբար ես անակնկալի չեմ գա եւ արդեն հիմա չեմ ասի թե ինչ միջոցներով, բայց հավաստիացնում եմ, որ կարող եմ հակազդել եւ նման պարզունակ հնարքներով հնարավոր չէ ինձ անակնկալի բերել։ Նաեւ նշեմ, որ եթե հանկարծ ես օրերից մի օր դարձա ավտովթարի զոհ, ապա ես նախապես ունեմ ինձ մոտ ունեմ լազերային սկավառակներ, որտեղ ես ինքս ինձ նկարահանել եմ եւ այդ նկարահանումը տեղադրել եմ լազերային սկավառակների վրա եւ այդ լազերային սկավառակները պահպանվում են իմ մտերիմների մոտ, այնպես որ եթե հանկարծ օրենքով գողերի պատվերով ինձ սպանեն, այսինքն ավտովթարի զոհ դառնամ ես, ապա այդ ամենի մեջ նախապես իրավապահ մարմիններին նախապես խնդրում եմ մեղադրել Հայաստանում գտնվող օրենքով գողերին եւ ես իմ տեսանյութում, որը որ քիչ առաջ նշեցի, լազերային սկավառակներում պահվող իմ այդ տեսանյութում հանգամանորեն բարձրաձայնել եմ, թե կոնկրետ որ գողականներին, որ օրենքով գողերին մեղադրել իմ սպանությունը կազմակերպելու մեջ եւ հավաստիացնում եմ, որ եթե ես դարձա ավտովթարի զոհ, ապա իմ մտերիմների մոտ գտնվող այդ լազերային սկավառակում պարունակվող տեսանյութերը կտեղադրվեն YouTube-ում։ Նաեւ հիմա կցանկանայի նաև անդրադառնալ հետևյալ հանգամանքներին։ Հիմա ցանկանում եմ ձեզ ցուցադրել ահա այս տեսախցիկը, բերեմ մոտիկ։ Ուրեմն ահա այս տեսախցիկը, եթե ես լինեմ փողոցում կամ տանը,
Սա աշխատում է Wi-Fi-ով, այսինքն մշտապես այս տեսախցիկը միացված է իմ բջջային հեռախոսին, որը աշխատում է Wi-Fi-ով, այսինքն իմ բջջային հեռախոսին միացված այս տեսախցիկը շուրջօրյա նկարահանում է իմ բոլոր տեղաշարժը, այսինքն որտեղ եմ ես գնում, ուր եմ գնում, ինչ վայրեր եմ այցելում, ինչ հասցեներում եմ գտնվում, այս տեսախցիկը մշտապես ֆիքսում է իմ բոլոր տեղաշարժը եւ այս տեսախցիկը նաեւ on-line տեսախցիկի կողմից նկարահանված իմ բոլոր տեղաշարժը on-line հետևում են նաեւ իրավապահ մարմինները եւ հատուկ ծառայությունները, այսինքն եթե հանկարծ չգիտեմ օրենքով գողերի պատվերով կցանկանան փողոցում ինձ առևանգել, այդ տարբերակը նույնպես ես դիտարկել եմ, որ հնարավոր է նաեւ նման իրավիճակում ես հայտնվեմ, այսինքն եթե հանկարծ օրենքով գողերի պատվերով փողոցում ինձ կփորձեն առևանգել կամ վնասել, ապա ինչպես արդեն նշեցի, այս տեսախցիկը մշտապես տեղադրված է լինելու ինձ վրա եւ իմ բոլոր տեղաշարժը ֆիքսելու է, որը ինչպես արդեն նշեցի, պետության հատուկ ծառայությունները, իրավապահ մարմինները on-line եղանակով պետք է հետևեն իմ տեղաշարժին այս տեսախցիկի միջոցով եւ նման պարագայում բնականաբար իրավապահ մարմինները անհապաղ կկանխեն իմ անձի նկատմամբ դրսևորվող այդ ոտնձգությունները եւ այդ գողականները չեն կարող ավարտին հասցնել իրենց ծրագրած այդ մտահղացումները, որոնք որ կապված են ինձ վնասելու, ինձ առևանգելու կամ ինձ սպանելու հետ։ Նաև նշեմ, որ հիմա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սպանության պատվերը կամ անձի սպանությունը պատժվում է 12-ից մինչև 20 տարի ժամկետով ազատազրկմամբ կամ ցմահ ազատազրկմամբ, այնպես որ նախազգուշացնում եմ, որ նման արարքի համար օրենքով նախատեսված է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում, այդ թվում նաև սպանության պատվեր տալու համար նույնպես նախատեսված է մինչև ցմահ ազատազրկում, այնպես որ կհորդորեի զերծ մնալ նման արարք կատարելուց։ Նաև ցանկանում եմ նշել, խոսքս ուղղում եմ հիմա սուտի գողականներին, որ եթե դուք ձեզ մոտ ազատ պահում եք զենք, ապա միշտ հիշեք, որ չի բացառվում, որ այդ նույն զենքից ունենամ նաև ես, կրկնում եմ, չի բացառվում, որ այդ նույն զենքից ունենամ նաև ես, եւ եթե հանկարծ իմ կյանքի կամ առողջության նկատմամբ որևէ ոտնձգություն կգործադրվի, ապա ես օրենքով չարգելված բոլոր միջոցներով դիմելու եմ ինքնապաշտպանության եւ պաշտպանելու եմ իմ անձը հնարավոր ոտնձգություններից։ Այս տեսանյութի ընթացքում ես տեսանյութի տեսքով կցուցադրեմ նաև ոստիկանությունում գրանցված իմ օրինական զենքը, որպեսզի գողականները համոզվեն, որ ես իսկապես ունեմ ինձ մոտ գտնվող օրինական զենք, բնականաբար այդ մասին ոստիկանությունը նույնպես տեղեկացված է, այլապես ես չէի բարձրաձայնի այս մասին։ Նաև կցանկանայի հիմա անդրադառնալ հետևյալ հանգամանքներին։ Ուրեմն, իմ տեսանյութի կոմենտներում, այսինքն մեկնաբանություններում, այսինքն այդ իմ կողմից հիշատակված այդ նախորդ տեսանյութում, որը որ ինչպես արդեն նշեցի, YouTube-ում արդեն իսկ ունի 27000 դիտում, հետևյալ վերնագրով է այդ տեսանյութը, հարգելի ԱԱՑ, օրենքով գողերը նախապատրաստում են իմ սպանությունը։ Այսինքն իմ այդ տեսանյութի կոմենտներում, մեկնաբանություններում գրել են, որ իբր թե ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանի եղբայրը Կարեն Աբազյանը հովանավորում է գողականներին։ Կրկնում եմ, իբր թե, այսինքն ես բնականաբար կասկածում եմ այդ տեղեկատվության իսկությանը եւ արժանահավատության վրա եւ վստահ եմ, որ նման բան չի կարող լինել։ Ինչպես նաեւ կոմենտներում ինձ գրել են, որ գողականները վարձել են իրավապահ մարմիններին, որպեսզի իրավապահ մարմինները ինձնից վերցնեն իմ բջջային հեռախոսը եւ իմ հեռախոսում պարունակվող ինֆորմացիաների մասին իրավապահ մարմինները ինֆորմացիա տրամադրեն օրենքով գողերին։ Ինչպես նաեւ կոմենտներում ինձ գրել են, որ Ստեփանավանցի օրենքով գող Էռո Տոմսկին Ստեփանավանցի ներգուշին հրահանգել է, որ ներգուշը հեռվից հետևի իմ տեղաշարժին եւ ինձ բռնի։
Քիչ հետո ես կցուցադրեմ իմ կողմից հիշատակված իմ տեսանյութի տակ գրված այդ կոմենտները ամբողջությամբ։ Ինձ համար ակնհայտ է, որ կոնկրետ ազգային անվտանգության ծառայության պետ հարգելի Արմեն Աբազյանի եղբոր կողմից գողականներին հովանավորելու մասով գողականները իրենց այդ մտածածին կոմենտներով ակնհայտորեն դիտավորություն ունեն մոլորության մեջ գցել ինձ եւ գողականները փորձում են ինձ տրամադրել ազգային անվտանգության ծառայության դեմ։ Սակայն ասեմ, որ բացառվում է, որ ազգային անվտանգության ծառայության պետ հարգարժան Արմեն Աբազյանի եղբայրը հովանավորի գողականներին, իմ դիտարկմամբ եւ իմ վարկածով չի բացառվում, որ վերը հիշատակված կոմենտները ինձ գրված լինեն կամ այդ ջունգլիներցի Արտյոմի կողմից, կամ էլ այդ ջունգլիներցի Արտյոմի ուղղորդմամբ։ Ուստի հիմա ազգային անվտանգության ծառայության պետ հարգելի պարոն Արմեն Աբազյանին կոչ եմ անում հանձնարարել անհապաղ ձեռնարկել օպերատիվ հետախուզական միջոցառումներ եւ վնասազերծել այդ ջունգլիներցի Արտյոմին, ով բնակվում է Վանաձոր քաղաքում եւ նրա անուն ազգանունն է Արտյոմ Վալերիկի Հարությունյան։ Հավելեմ նաեւ, որ ես Հովիկ Աղազարյանը չեմ, որ իրավապահ մարմինները ինձնից կարողանան իմ բջջային հեռախոսը վերցնել եւ իմ հեռախոսում պարունակվող ինֆորմացիայի մասին տեղեկություն տրամադրել օրենքով գողերին։ Հավաստիացնում եմ, որ իմ բջջային հեռախոսում իրավապահ մարմինների համար հետաքրքրություն ներկայացնող ոչ մի ինֆորմացիա չի պարունակվում։ Բնականաբար ես կանխատեսել եմ այդ հանգամանքը, որ հնարավոր է օրերից մի օր իմ հեռախոսը հայտնվի իրավապահ մարմինների մոտ եւ այդ պատճառով ես իմ հեռախոսում որևէ տեղեկատվություն, որևէ ինֆորմացիա չեմ պահպանում, որ իրավապահ մարմինը, որ կցանկանա, չգիտեմ, վերցնել իմ հեռախոսը, ապա ես պատրաստ եմ իմ կամքով իմ բջջային հեռախոսը տրամադրել իրավապահ մարմիններին, քանի որ իմ բջջային հեռախոսում որևէ չկա այնպիսի տեղեկատվություն, որը հնարավոր կլիներ օգտագործել իմ դեմ։ Չկա, բացառվում է նման տեղեկատվություն, ես իմ հեռախոսում չեմ պահպանում, սա որպես գիտություն իրավապահ մարմիններին, սակայն այդ տեղեկատվության իսկության վրա ես ամենևին էլ չեմ կասկածում, այսինքն բնականաբար հասկանալի է, որ օրենքով գողերը, գողականները իրավապահ մարմինների, քննիչների, դատախազների շրջանում կարող են ունենալ իրենց մարդիկ, ովքեր որ ծածուկ կերպով, քողարկված կերպով ինֆորմացիա կտրամադրեն օրենքով գողերին եւ գողականներին։ Ուստի եթե հանկարծ, չգիտեմ, որևէ քննիչի կողմից փորձ կարվի արգրավվել իմ բջջային հեռախոսը, ապա դա կնշանակի, որ դա արվում է միայն այն նպատակով, որպեսզի իմ բջջային հեռախոսում պարունակվող ինֆորմացիաների մասին տեղեկատվություն տրամադրվի օրենքով գողերին եւ գողականներին։ Սակայն նորից եմ կրկնում, իմ բջջային հեռախոսում որևէ տեղեկատվություն չի պարունակվում, այսինքն չկա այնպիսի տեղեկատվություն իմ բջջային հեռախոսում, որը հնարավոր կլիներ օգտագործել իմ դեմ։ Դա բացառվում է։ Իսկ ինչ վերաբերում է իմ տեսանյութի տակ գրված այն կոմենտներին, որ Ստեփանավանցի օրենքով գող Էռոտոմսկու հրահանգով Ստեփանավանցի գողական ներգուշը գաղտնի հետևում է իմ տեղաշարժին, որ ինձ բռնի, ապա այդ կապակցությամբ ցանկանում եմ նշել, որ գողական ներգուշը հանդիսանում է Ստեփանավան քաղաքի բնակիչ Արթուր Ներկարարյանը, եւ ես այդ ներգուշից ամենևին էլ չեմ վախենում։ Չգիտեմ, եթե այդ ներգուշ կոչեցյալը ունի այդքան համարձակություն հետևել իմ տեղաշարժին եւ գաղտնի ինֆորմացիա տրամադրել գողականներին, ապա ներգուշին նույնպես կվնասազերծենք ԱԱԾ-ի միջոցով։ Ինձ համար անհասկանալի է, թե այդ ներգուշները ինչու են մինչև հիմա ազատության մեջ, ասեմ, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Պողոսյանն է հենց այդ գողական ներգուշին ազատել կալանքից եւ դատավոր Արմեն Պողոսյանի գործողությունների արդյունքում հիմա այդ գողական ներգուշը գտնվում է ազատության մեջ։ Սա նույնպես այս մասին նույնպես ցանկանում եմ տեղեկացնել հանրությանը, քանի որ որպես քրեական ենթամշակույթին հարողանց ներկայումս այդ գողական ներգուշի վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Պողոսյանի վարույթում քննվում է քրեական գործ եւ ազգային անվտանգության ծառայությունը ցուցադրել է մի տեսանյութ, թե ինչպես են այդ գողական ներգուշին դիմակավորված ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծում եւ այդ ներգուշի այս ուսի այս հատվածներում կան
գողական կյանքը խորհրդանշող դաջվածքներ աստղերի տեսքով։ Նաև ցանկանում եմ տեղեկացնել, որ Ռուսաստանի, կարծեմ Մոսկվա քաղաքում բնակվող գողական ոմն Անդրեյ Աբրամով, ով շատ լավ խոսում է հայերեն լեզվով, պարբերաբար իմ տեսանյութերի կոմենտներում գրում է ինձ ուղղված սպանության սպառնալիքներ, ինչպես նաև այդ Անդրեյ Աբրամովը պարբերաբար զանգահարում էր ինձ եւ հեռախոսազանգի միջոցով նույնպես իմ հասցեն հնչեցնում էր սպանության սպառնալիքներ։ Ուրեմն հիմա ասեմ, որ իրավապահ մարմինները արդեն պարզել են, թե այդ Անդրեյ Աբրամովը կոնկրետ որ օրենքով գողերի պատվերով է ինձ սպանության սպառնալիքներ գրում։ Մի քիչ համբերեք, շուտով ազգային անվտանգության ծառայությունը կբռնի եւ կվնասազերծի Անդրեյ Աբրամովին իմ սպանության պատվերը տված Հայաստանում գտնվող այդ օրենքով գողերին։ Անդրեյ Աբրամով, նկատի ունեմ հենց քեզ։ Դու ինչքան ինձ սպանության սպառնալիքներ գրես, դու դրանով վտանգի տակ ես դնում Հայաստանում գտնվող քո գողական ընկերներին եւ Հայաստանում գտնվող օրենքով գողերին։ Այսինքն ձեր լեզվով ասած, Անդրեյ Աբրամով, դու ինձ սպանության սպառնալիքներ գրելով պաստավկա ես անում Հայաստանում գտնվող օրենքով գողերին։ Այնպես որ շարունակիր նույն ոգով, ինչքան ուզում ես ինձ կարող ես սպանության սպառնալիքներ գրել, ես քեզնից չեմ վախենում, դու դրանով այսպես ասած կոզր ես տալիս պետությանը, որպեսզի պետությունը այդ կոզրը օգտագործի օրենքով գողերի դեմ։ Այսինքն ինչքան ուզում ես ինձ կարող ես սպանության սպառնալիքներ գրել, ինչքան ուզում ես կարող ես զանգահարել ինձ եւ հեռախոսով նույնպես սպառնալ, ես քեզնից չեմ վախենում, երբեք քո ասածները չեմ անելու, մասնավորապես Անդրեյ Աբրամովը ինձնից պահանջում է ջնջել օրենքով գողերի վերաբերյալ, գողականների վերաբերյալ իմ YouTube-յան ալիքում տեղադրված տեսանյութերը եւ օրենքով գողերից ներողություն խնդրել, ասեմ, որ ես դա երբեք չեմ անելու եւ այդ Անդրեյ Աբրամովի քմահաճույքներին երբեք չեմ ենթարկվելու, նորից եմ կրկնում Անդրեյ Աբրամով, դու ինչքան ինձ գրես սպանության սպառնալիքներ եւ զանգահարես ինձ եւ շարունակես ինձ սպառնալ, դու դրանով պաստավկա ես անում, ձեր լեզվով եմ ասում, դու դրանով պաստավկա ես անում Հայաստանում գտնվող օրենքով գողերին եւ Հայաստանում գտնվող քո գողական աղբերներին, քո գողական ընկերներին։ Ինչպես արդեն նշեցի, այդ Անդրեյ Աբրամովը զանգահարել էր ինձ եւ հեռախոսով նույնպես իմ հասցեն հնչեցրել էր սպանության սպառնալիքներ։ Հիմա ցանկանում եմ հնչեցնել այդ Անդրեյ Աբրամովի ռուսական հեռախոսահամարը +7 989 191 85 16, այսինքն այս հեռախոսահամարից է այդ Անդրեյ Աբրամովը զանգահարել ինձ եւ իմ հասցեն հնչեցրել սպանության սպառնալիքներ։ Ուրեմն հիմա անդրադառնամ նաև հետևյալ հանգամանքին, մասնավորապես Սիսիան քաղաքի բնակիչ Վահե Խաչատրյանը մի որոշ ժամանակ առաջ իր նախաձեռնությամբ զանգահարել էր ինձ եւ ինձ տեղեկատվություն էր տրամադրել այն մասին, որ օրենքով գող Արսեն Երևանսկին քննիչի մոտ ցուցմունքներ է գրել, այնուհետև ստորագրել է իր կողմից գրված այդ ցուցմունքները եւ այդ մեր հեռախոսազրույցի ժամանակ Սիսիան քաղաքի բնակիչ այդ Վահե Խաչատրյանը ինձ հայտնել է նաեւ, որ օրենքով գողերի այդ կանոններով օրենքով գողին արգելված է քննիչի մոտ ցուցմունք գրելը եւ քննիչի մոտ գրված այդ ցուցմունքը ստորագրելը։ Եվ Վահե Խաչատրյանը ինձ հայտնել է նաեւ, որ օրենքով գող Արսեն Երևանսկու կողմից քննիչի մոտ գրված այդ ցուցմունքները ներկայումս գտնվում են հենց այդ Վահե Խաչատրյանի մոտ։ Սա հավաստի տեղեկատվություն է, ես ամենևին էլ ապա տեղեկատվություն չեմ տարածում եւ հավաստիացնում եմ, որ իսկապես այդ օրենքով գող Արսեն Երևանսկին ցուցմունք գրող է եւ չի բացառվում, որ Արսեն Երևանսկին օրերից մի օր իմ դեմ նույնպես բողոք կգրի։ Սպասենք տեսնենք, թե իրադարձությունները ինչպես կզարգանան։ Նաև հիմա կցանկանայի մի հանգամանքի նույնպես անդրադառնալ, ուրեմն այդ Վահե Խաչատրյանը իմ դեմ, այսինքն Էրիկ Եղինյանից դեմ հաղորդում էր տվել ոստիկանության Սիսիանի բաժնում, որտեղ նշել էր, որ ես իմ YouTube-յան ալիքով
քննադատել եմ օրենքով գող Արսեն Երևանցկուն եւ բարձրաձայնել եմ Արսեն Երևանցկու կողմից կատարված հանցագործությունների մասին։ Եվ իմ կարծիքով Սիսիան քաղաքի բնակիչ Վահե Խաչատրյանը Էրի Գեղինյանից դեմ այդ մտածածին հաղորդումը տվել է հենց օրենքով գող Արսեն Երևանցկու ուղղորդմամբ։ Ինչևից է, Վահե Խաչատրյանի այդ մտածածին հաղորդման կապակցությամբ Էրի Գեղինյանից նկատմամբ Սիսիանի քննչական բաժնում մի քանի հոդվածներով հարուցված է եղել քրեական գործ, այնուհետև այդ քրեական գործն ուղարկվել էր Ստեփանավանի քննչական բաժին։ Դրանից հետո Ստեփանավանի քննչական բաժնի պարկեշտ եւ պատվախնդիր քննիչ Գրիշա Բասմաջյանը դրսևորելով պատվախնդրություն եւ արդարամտություն հանցակազմի բացակայության հիմքով կարճել է Էրի Գեղինյանից վերաբերյալ հարուցված այդ շինծու քրեական գործի վարույթը։ Եվ իմ համոզմամբ, իմ ողջամիտ դիտարկմամբ ես գտնում եմ, որ Սիսիանի քննչական բաժնում Էրի Գեղինյանից վերաբերյալ հարուցված այդ շինծու քրեական գործը նպատակ է հետապնդել լռեցնել ինձ, որպեսզի ես զերծ մնամ իմ YouTube-յան ալիքով օրենքով գող Արսեն Երևանցկուն քննադատելուց։ Սակայն ցանկանում եմ նշել, որ ի հեճուկս դատախազների, քննիչների ինձ հնարավոր չէ լռեցնել, հնարավոր չէ իմ կամքը կոտրել եւ հնարավոր չէ իմ վրա ճնշում գործադրել։ Ես այդ Վահե Խաչատրյանի քմահաճույքներին չեմ ենթարկվում եւ վերահաստատում եմ, որ ես իմ YouTube-յան ալիքից երբեք չեմ ջնջելու օրենքով գող Արսեն Երևանցկու եւ մյուս գողականների վերաբերյալ իմ YouTube-յան ալիքում իմ կողմից տեղադրված տեսանյութերը։ Եվ Վահե Խաչատրյանին հորդորում եմ, եթե նա կհամարի, որ ես իբր թե կատարել եմ հանցագործություններ, ապա հանգիստ կարող է իմ դեմ որտեղ ուզում է, ում ուզում է կարող է բողոքել, ես որևէ մտավախություն չունեմ, քանի որ ես որևէ հանցագործություն չեմ կատարել, այլ ես ընդամենը անողոք եւ վճռական կերպով պայքար եմ տանում քրեական ենթամշակույթի դեմ, ինչպես նաեւ պայքար եմ տանում քրեական ենթամշակույթից ածանցվող հանցածին դրսևորումների դեմ եւ որևէ մտավախություն չունեմ։ Նաեւ ցանկանում եմ տեղեկացնել, որ քանի որ հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է իմ նկատմամբ, այսինքն Սիսիանի քննչական բաժնում իմ նկատմամբ հարուցված այդ շինծու քրեական գործի վարույթը, հետեւաբար դա նշանակում է, որ ես արդեն իսկ ձեռք եմ բերել արդարացվածի կարգավիճակ եւ ես առաջիկայում պատրաստվում եմ քաղաքացիական հայցով դատի տալ Սիսիանի քննչական բաժնի այդ քննիչին, ով իմ նկատմամբ հարուցել է այդ շինծու քրեական գործը, եւ դատարանով պետք է Սիսիանի քննչական բաժնի այդ քննիչին դատական կարգով կպարտավորեցնեմ ինձնից գրավոր ներողություն խնդրել, քանի որ արդարացվածը ունի այդ իրավունքը, այսինքն վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է գրավոր ներողություն հայցել արդարացվածից։ Ինչպես նաև ես առաջիկայում նաև դատի եմ տալու Սիսիան քաղաքի բնակիչ այդ Վահե Խաչատրյանին, որպեսզի դատարանը պարտավորեցնի Լոռու մարզի դատախազությանը, որ Վահե Խաչատրյանի կողմից Էրի Գեղինյանից նկատմամբ ակնհայտ սուտ մատնություն կատարելու հանցակազմով Լոռու մարզի դատախազությունը քրեական վարույթ նախաձեռնի այդ Վահե Խաչատրյանի դեմ։ Հավաստիացնում եմ, որ ես այս հարցում լինելու եմ հետևողական, երբեք չեմ ընկրկելու եւ հետևողականորեն հետամուտ եմ լինելու, որ Սիսիան քաղաքի բնակիչ Վահե Խաչատրյանը իմ նկատմամբ ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար ենթարկվի քրեական պատասխանատվության։ Այժմ ինչպես արդեն նշեցի, հիմա ամբողջությամբ կցուցադրեմ իմ YouTube-յան ալիքում տեղադրված իմ տեսանյութերի տակ գրված կոմենտները, եւ այդ կոմենտների մասին այդ կոմենտներին քիչ առաջ ես անդրադարձա իմ այս տեսանյութում, եւ այդ կոմենտների բովանդակությունը ցուցադրելուց հետո ես կցուցադրեմ նաեւ մի տեսանյութ, որտեղ ես ոստիկանությունում գրանցված իմ օրինական ատրճանակը ձեռքից խոսում եմ քրեական ենթամշակույթի դեմ տարվող իմ անողոք պայքարի դրսևորումների մասին եւ ես այդ ժամանակ գտնվում եմ իմ տանը, իմ բնակարանում։
Սա այդ տեսախցիկն է, որ ինչպես արդեն նշեցի, աշխատում է Wi-Fi-ով եւ մշտապես ամրացված է լինելու ինձ վրա, եթե ես գտնվեմ փողոցում։ Իսկ եթե ես գտնվեմ իմ տանը, ապա այս տեսախցիկը մշտապես պետք է միացված վիճակում գտնվի իմ տանը, որպեսզի պետության հատուկ ծառայությունները եւ իրավապահ մարմինները on-line եղանակով կարողանան հետևել իմ տեղաշարժին, իմ անվտանգության նկատառումներից ելնելով։ Ահա ինչպես արդեն տեսնում եք, ես մուտք եմ գործել իմ YouTube-յան ալիք, ուրեմն միացնում եմ հիմա, ցուցադրում եմ հիմա հետևյալ տեսանյութի տակ գրված իմ կոմենտները, հետևյալ իմ տեսանյութի տակ գրված կոմենտները, ուրեմն իմ տեսանյութի վերնագիրն է օրենքով գող Արսեն Երևանցկուն քննադատելու համար Սիսիանի քննիչի կողմից իմ դեմ հարուցված է եղել քրեական գործ։ Այս տեսանյութը ես իմ YouTube-յան ալիքում տեղադրել եմ, ինչպես արդեն տեսնում եք, 2025 թվականի մարտի 19-ին, որը YouTube-ում այս պահի դրությամբ ունի 14027 դիտում։ Հիմա ցուցադրեմ այս տեսանյութի տակ գրված կոմենտները։ Նախ, որպեսզի կոմենտների ամբողջական բովանդակությունը տեսանելի լինի, դուք պետք է սեղմեք, եթե ձեր հեռախոսը հայատառ է ամենանոր գրառմանը, իսկ եթե ռուսատառ է, պետք է սեղմեք սնաչալը նովեյե գրառմանը, որպեսզի ամբողջությամբ ձեր հեռախոսի էկրանին ամբողջությամբ երևա այդ կոմենտների բովանդակությունը։ Սա իմ կողմից գրված կոմենտն է։ Անդրեյ Աբրամովի հերթական սպանության սպառնալիքները ուղղված ինձ, հիմա մեջ բերեմ այդ սպանության սպառնալիքները, դու գիտես, որ գլուխդ ես եմ կտրելու, արա մեղ քեզ լինելու, կգա ժամանակը տեսնեմ ոնց ես նայելու իմ աչքերի մեջ, լավ իմացի, շամպես սատկելու ես, ես քեզ չասի, արա ջնջի այդ վիդեոներդ ու ներողություն խնդրի աղբերներից, արա, դու քո կյանքի հետ ես խաղում, մեղ քեզ լինելու, արա, հասկացի, նականյեց տե, արա Էրիկ, դու տենց էլ չհասկացար, որ դու քեզանից ոչ մի բան չես ներկայացնում, ես քեզ այդքան բացատրեցի, բայց դու չհասկացար, խելքդ գլուխդ հավաքիր, մեղ քեզ լինելու, արա։ Սա Անդրեյ Աբրամովի գրած սպանության սպառնալիքներն էր իմ հասցեին։ Հիմա ցուցադրեմ մեկ այլ տեսանյութի տակ գրված կոմենտները։ Տեսանյութի վերնագիրն է ոստիկանության Ստեփանավանի բաժինը թաքցրել է գողական ջունգլիներցի Արտյոմի կողմից զենք պահելու հանցանքը։ Այդ տեսանյութը ես իմ YouTube-յան ալիքում տեղադրել եմ 2025 թվականի մարտի 28-ին։
Նորից Անդրեյ Աբրամովն է գրել. «Արա Էրիկ, դու տենց էլ չհասկացար, դու տենց էլ խելքի չեկար, բայց դու ինչ կեղտոտ գյադա ես, արա, ես քեզ այդքան բացատրեցի, հասկացրեցի, որ ջնջի այդ վիդեոները դու աղբերներից ներողություն խնդրի, ես էլ կասեմ աղբերներին, որ դու այդ ամեն ինչը չհասկանալով ես արել, կանցնի կգնա, իսկ եթե չանես այդպես, ես քեզ կպատժեմ, դու չարեցիր իմ ասածները, նաաբարոտ գնացիր ոստիկանությունում վրաց գրեցիր, բայց իրենք էլ քեզ չկարողացան օգնեն, հիմա էլ հելել սուտի վիդեոներ ես անում, կապիկի նման, դու չես ջոգում արա, որ ոչ մեկ քեզ չի օգնելու, դու պետք է սատկես, ու վերջը դա ես եմ քեզ ասում, դու իմ ձեռքով ես սատկելու, չէ որ ես քեզ ասել եմ այդ վաղուց, որ կսատկացնեմ արա, խելոք մնա, դու ցավոք չհասկացար, հիմա էլ հելել աղբերներին ես նորից կպել, դու քո արածը ոչ մեկ չի ների, դա ես քեզ վաղուց եմ ասել, ուզում ես գնա քո սիրելի Փաշինյանին ասա, որ Անդրեյը ուզում է ինձ սպանի, իտակ դալե, ուզում ես կարաս համարս էլ տաս քո սիրելի Փաշինյանին, ասեմ ավելին, ինքն էլ քեզ չի օգնի, քեզ միայն մի բան կօգնի, որ դու ջնջես այդ վիդեոներդ ու աղբերներից խնդրես ներողություն, այդ դեպքում ես կասեմ աղբերներին, որ ոչ մեկը քեզ մատով չդիպչի, տոիստ քո կյանքը մի քանի տարով կերկարացնենք, դու նյուժելի չես հասկանում արա, որ քո կյանքը մեր ձեռքում է, Արագի մեջ պատասխանի ինձ ու այս հարցին կտանք լուծում, ես նույն բաները 3 անգամ գրել, իսկ իմ այս մեկնաբանության տակ հիմա գրվել է նաև բազմաթիվ մեկնաբանություններ, դրանք հիմա ամբողջությամբ կցուցադրեմ, սա Արտյոմ Արուծունյան տվյալներով օգտատերն է գրել, հայհոյանքներ, ուղղված ինձ, հայհոյանքներ և սպառնալիքներ, մի օր բռնելու եմ, լիմոնկեն գցելու եմ, տրաքացնեմ տնով տեղով, իմ մասին է գրել, քո պեսներին հենց դատախազությունում են բերում դեմս կանգնացնում, հենց իրանց մոտ եմ նակազատանում, հովանավորներիդ էլ հետդ, դու լավ գիտես, Այդ որ սիրահարվում ես, այդ աղջկան եմ բռնելու, նկարեմ ղարգեմ քեզ, որ աղջիկը հետդ բար խոսած, տրաքցնելու եմ, իրան էլ բռնաբար եմ, սա նորից մեջ բերեցի Արտյոմ Արուծունյանի կողմից գրված կոմենտները, Աննա Մինասյան տվյալներով օգտատերը ինձ գրել է հետևյալ բովանդակությամբ կոմենտ, Էրիկ ջան դու ճիշտ ես, իմացիր մենակ չես, պատժերշկա ունես դու մեզնից, այս տականքին բոլորս գիտենք, հայտնի նարկոման է, հիմա էլ օրենքով գող Էդիկ Ասատրյանի տասովչիկ, վղ է անում, նարկոշի հետ բիզնես են անում, նարկոտիկի, նա Եվրոպայից պարտիան բերում է, այս քյաչալ թափթփուկը վաճառում է, սաղ քաղաքը խոսում է, որ կրիստալ տեսակի նարկոտիկը սա է վաճառում, այնպես որ ինքը չերևա, միլիցեքն էլ հովանավորում են, իրենց էլ իրենց փայն է տալիս, մեկ-մեկ ձևական կալանավորում են իբր լավ տղա է, միլիցեքն էլ լավ են աշխատում, որ բնական թվա պալիտ չլնեն, Արտուշ անունով նարկոման կոնչնի ընկեր ունի, դրա կնոջն էր սեռական կապի մեջ մտել, նա էլ պալիտ արեց, հիմա թշնամի են, ընկերոջ կնոջ ծոցը մտավ անսուրբը, կնոջն էլ 2 անգամ տարել են կրիստալի անալիզ հանձնելու, այս Արտյոմի Մաուգլի է սրա մականունը, Բերդում էլ մարդիկ ունի, այնտեղ է դեղը ուղարկում, եզդի մեկը կա, դրա տասովչիկն է, Բերդում հետույքի միջոցով դեղ է եզդի Սուլեյմանին տանում, Հայարփի Եղոյանը գրել է, Արտյոմը Բերդից նոր է ազատվել, եզդի Սուլեյմանի հետ ոնց ուզեցել են Բերդում ֆռացել են նարկոտիկի տակ, դրանից խոսա, դու Եգորի պռախոդն ա, դա Եգորի պռախոդն ա, Եգոր նկատի ունի Վանաձոր քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Եգոր Հակոբյանին, ասում է, որ խցում ինչեր կա, Եգորը իբր լավ բացահայտող աշխատող է գնում հանում է, Սուլեյմանին պռախոդ է տալիս, դուռը բաց է պահում, ամեն ռեժիմի հետ թողումա հանդիպի, մարդը դանակով խփում ու կոծկում են, Պրաշլյակ բջեի Վարդան Ասատրյանի անունից էլ զոննայողներ իբր, Այս Աննա Մինասյանին ես տվել եմ իմ հեռախոսահամարը խնդրելով զանգահարել ինձ, ինչպես նաև այդ Արտյոմ Հարությունյանին նույնպես գրել եմ իմ հեռախոսահամարը պահանջելով զանգահարել ինձ, Հայարփի Եղոյանը նորից ինձ գրել է, Ստեփանավանցի գող Էրիկ Կալինինոնցի այդ եզդի չմոյի Սուլեյմանի մեջքն է, բջեի հետ միասին Սուլեյմանն էլ այս Արտյոմիկ Մաուգլու մեջքն է, Էրոյ հրամանով է այս Արտյոմիկը քեզ ման գալիս, որ խփի,
Բերդում էլ ասում մեկը կանչեք Սվիդաննի ճամփին, ավարյա սարքեն գլուխն ուտենք։ Բերդից մի քանի օր առաջ մեծ քանակի նարկոտիկ 6 հատից ավել դանակներ, արաղներ, կոնյակ է հանվել այդ Սուլեյմանի խցից։ Ուսաղ գիտեն այդ կրիստալ տեսակի անտերը այդ Արտյոմիկն է բերել տեսակցության միջոցով։ Հայարփի Եղոյանը նորից գրել է. «Կամ այդ Սուլեյմանը քո ագենտն ա, որ վախում ես խոսաս այդ դեպքերից։ Հարիֆին դանգել են 2 տեղից ու ստիպում են, որ ասի ինքնավնասում է իբր արել։ Եգորի անձնական գործնվողն է եզդին, փող են տալիս, ձևական բաներ են անում, ոնց ուզում ֆռում։ Հիմա էլ Վանաձորի Բերդը 3-րդ մասցի մակական է նայում, 3-րդ մասցի Լյովիկի սպանության գործով։ Դա էլ Արկադի Թադևոսյանի դրսի մոտիկն է, էնպես է սարքել այդ եզդուն տեղափոխեն, այդ ապանեն ուրիշ զոն, որ զոնը ինքը նայի, Արկադի Թադևոսյանի հովանու ներքո։ Տեղեկացնեմ, որ Արկադի Թադևոսյանը ներկայումս զբաղեցնում է Վանաձոր քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը։ Այսինքն ըստ այս գրառման, ըստ այս կոմենտի գողականները գտնվում են Վանաձոր քրեակատարողական հիմնարկի պետ Արկադի Թադևոսյանի հովանու ներքո։ Կրկնում եմ, ըստ այս կոմենտի Հայարփի Եղոյան տվյալներով գրված օգտատիրոջ կողմից հայտնած այս ինֆորմացիայի համաձայն։ Ալավերդցի Զորիկ կա այդտեղ, հայտնի մարդ է, Ալավերդի, հիմա տարել են Բերդում Վանաձորի, դրան էլ այդ Սուլեյմանը ստիպելա, դա էլ ա վիզարել, որ մարդիկ կասի միլիցու շորեր կհակնեն, կգան քո հետևից, իբր ոստիկան են, տանեն անտառ, քեզ պատժեն, քեզնից շատ աղջիկ հալիս գիտեմ, մենք ասում ես զանգեք, հիմա քեզ լսում են, ով զանգի, մլիցեքը նեղացնելու են, մի քիչ խելքով մտածի, այս շախմատիստ։ Նորից մեջբերեցի Հայարփի Եղոյանի կողմից ինձ գրված մեկնաբանությունը։ Հա հենց նույն Հակոբյան Եգորը այդ Մաուգլի Արտյոմիկի հետույքից 0.8 գրամ հերոին է հանել, բայց գործը խիչի ընթացք գնացելու դատարան, հանելուկ է մնում։ Հակոբյանի հետ մոտ կլնես երևի, ասես հետույքից ոնց են հանում, դրա տեսանյութը ունի մոտը, օպերացիա անելու ժամանակ նկարահանել է։ Հա այդ վղե կոչված նարկոշին սաղս գիտենք, բրաբուս է քշում, ինչ փողերով հայտնի չի, սպրիչները լցրած ուղարկում ա այդ Արտյոմիկին, նա էլ իր մանկլավիկների միջոցով ինքը աննկատ երևա վաճառում է, նույն Արտյոմիկը 3 ավտոմեքենա ունի, որտեղից դրան։ Ես եմ իմ հեռախոսահամարս տվել այդ Արտյոմ Հարությունյանին, պահանջելով զանգահարել ինձ։ Ուրեմն հիմա ընթերցեմ այս տեսանյութի տակ գրված կոմենտները։ Տեսանյութը տեղադրել եմ 2025 թվականի մարտի 28-ին հետևյալ վերնագրով. Հարգելի ԱԱԾ, օրենքով գողերը նախապատրաստում են իմ սպանությունը, ապահովեք իմ անվտանգությունը, պաշտպանեք ինձ։ 27,000 դիտում արդեն ունի այս տեսանյութը YouTube-ում։ Սեղմեմ ամենանոր, այսինքն սնաչալը նովը է, որպեսզի կոմենտները ամբողջությամբ ցուցադրվի։ Ուրեմն #XX ցուցի վերնագրով օգտատերը ինձ գրել է հետևյալ բովանդակությամբ մեկնաբանություն. Ապրես տղա ջան, տղաս նոր ասեց, որ ձեր խոսելուց հետո օմոնը մտել է Վանաձորի ՔԿՀ, Արկադի Թադևոսյանին կպել են, որ ինչեր է կատարվում, Սուլեյմանին շանորն են գցել, հիմա կարծերում է, ու բացահայտեցին քո շնորհիվ, թույլ չտվեցին կոծկեն, որ ինքն է դա նակահարել, ու նարկոտիկը վրայից հանեցին,
Դու չլինեիր ազատ դանակներով ում ուզեն խփեն ու անպատժելի կմնար։ Եգոր Հակոբյանին էլ Եզդի Սուլեյմանի տեղափոխում են, որ նման մարդկանց իր ինֆորմատորն է սարքել ու թույլ տվել աչուձախ դանակով ֆռան։ Արտյոմ ջունգլիներցին էլ երեկ գնացել է պատժախցի կողմից գոռացել դրսից Եզդուն, ասել Ոբշեմ չդնես, լավ ես արել, էդ Էրիկին կբռնենք շուտով, կվերջանա։ Քեզ հնարավոր է կանչեն միլիցիա, որ էդ Արտյոմը բռնի քեզ, խելացի եւ զգույշ կլինես։ Էդ վղե կոչվածին էլ քո վախից նարկոտիկով Վրաստանի տամոժնոց տեղափոխելու ժամանակ բռնել են քո շնորհիվ։ Կրկին հիմա բրասլետով արեստ են արել։ Իսկ էդ Արտյոմին ազատ ֆռում է, բերդ է գնում, գոռում ու տեսանյութեր է ֆռնում, որ էդ Մաուգլին գոմիկ է նաեւ։ Բերդից գոռում է, որ ով Եզդի Սուլեյմանի վրա գրեց, վիզ չառավ տնեցոնցը դրսում կվնասի։ Օրենքով գողերն էլ Եզդուն ուզում են պատժերժ կատան, որ խփում է սաղի վախը բռնել է։ Շարունակի այդպես, ասա թող այդ Արտյոմին ու իր կնոջը տանեն նարկոտիկի անալիզի։ Սա ես եմ գրել, դուք ինձ հաճախակի ինֆորմացիա կտաք Վանաձոր ՔԿՀ-ում կատարվող անօրինականությունների մասին։ Ես այդ ամենի մասին անընդհատ կբարձրաձայնեմ իմ YouTube-յան ալիքով եւ ես այդ ամենի մասին կտեղեկացնեմ ԱԱԾ-ին, որպեսզի ԱԱԾ-ի կողմից ձեռնարկվեն օպերատիվ միջոցառումներ։ Խնդրում եմ ինձ ինֆորմացիա տրամադրեք նաեւ այն մասին, թե Վանաձոր ՔԿՀ-ի պետ Արկադի Թադևոսյանը եւ օպերատիվ բաժնի պետ Եգոր Հակոբյանը կոնկրետ որ գողականների համար են բջջային հեռախոսներ եւ այլ արգելված իրեր թույլատրում եւ ինչքան գումարի դիմաց են այդ արգելված իրերը գողականների մոտ թույլատրում։ Մարդիկ քաջալերում են ինձ, Աստված ձեզ պահապան, ինձ նկատի ունեն, ինչ-որ մեկն է գրել Աստված պահապան իմ ժողովրդի ազնիվ լավ մարդկանց, դուք քաջ եղեք եւ Աստված պահապան։ Գողական անունի տակ թաքցված ավազակախումբը վխտում է Հայաստանում, խայտառակություն, տղա ջան, Աստված քո հետ։ Այ ախպեր մի վախեցի, հիմա գողական չկա, բոլորը ծախված համբալներ են։ Այդ գողական կոչվածները ինչի մի թուրք չեն սպանում, իսկ դու հույսը դիր քո վրա։ Ինչ գողական, նրանք համագործակցում են ոստիկանների հետ, տարիները գնացել են եւ նրանց բարքերը մնացել են 90-ականներում, չեն փոխվում։ Ախպեր զգույշ մնա դուխով տղա ես։ Այդ դրանք նարկուշ թուլեք են եւ այլն։ Ձեր եթերներից երևում էր, որ ձեզ վտանգ է սպասվում, զգույշ եղեք, դրանցից ամեն ինչ սպասելի է։ Այսինքն Ջուլիետա Ներսիսյան տվյալներով օգտատերն է ինձ զգուշացնում ինձ սպառնացող վտանգների մասին։ Ուրեմն հիմա ցուցադրեմ նաև այս տեսանյութի տակ, երբ որ ես գրել եմ կոմենտ, ահա այս կոմենտը, իմ գրած այս կոմենտի տակ որպես ատվետ, այսինքն որպես պատասխան ինձ գրել են բազմաթիվ մեկնաբանություններ, 36 հատ մեկնաբանություն, հիմա դրանք նույնպես ամբողջությամբ ցուցադրեմ։ Խան Երևանսկին, օգտատերը գրել է ինձ հետևյալ բովանդակությամբ կոմենտ. Լսի Էրիկ, փուռը տալով առաջ չես էթա իտոգում մեր աշխարհի դեմ պայքարելը անարդյունք է, մենք ենք պահում բալանսը, քեզ լավով եմ ասում, վազն արի մեզնից, դու ինչ գործ ունես մեր աշխարհի հետ, դու ուր, գողականը ուր, եթե մենք չլինենք բեսպրիձելա տիրելու, խոսքը չի վերաբերում մանդարինշիկների մասին, խոսքը մեր մասին է, ճիշտը պահող, ճշտի համար ապրող մեր պես տղերքի, լավ, ասենք ես էլի մի քանի տարով գնացի, են մի ախպերը գնաց, էդի քեզ ինչ ա տալու։
Դու քո շախմատով եղի, ուրդե քո վեսը չի մի մտի, մի փորի, այդ քեզ լավ բանի չի տանի, այս կոմենտը քեզ անենց տղա է գրում, որ պայժիզնի մարդիկ ուզում են հետս կես բար փոխանակեն չեն կարում։ Ես երբեք քֆուր չեմ անում, իմ ամենավատ բառը, որ կարամ ասեմ, այդ սրիկանա, ու հիմա իմ գրելու նպատակը այն է, որ զուտ մարդկայինով չեմ ուզում հետդ բանը լինի, մեր հայն ես, վսյոտեկի, տեղից էլ քիչ ենք, հույս ունեմ գրածս քո մոտ ինչ-որ բան կփոխի։ Այս գրածը ինչ-որ համենայն դեպս այս կոմենտը համեմատած են մյուս կոմենտների հետ շատ ավելի քաղաքակիրթ եղանակով էր գրված առանց հայհոյանքների, լավ մնա վերջում էլ գրել է եւ ես պատասխանել եմ այդ Խան Երևանսկուն, գրել եմ հետեւյալը. աղբերս չգիտեմ ով ես, բայց գրած այդ կարդալով երևում է որ կարքին տղա ես, հարգեցի որ մյուս անմակարդակների նման քֆուր չգրեցիր ու իմ ինքնասիրությանս չկպար, բայց այդ սուտի գողականները ինձ շատ են ցավ պատճառել, ես մահից չեմ վախենում ու ես թքած ունեմ իմ կյանքիս վրա, եթե պետքա օրենքով գողերի զակազով ինձ խփել տան, ուրեմն թող ինձ խփեն, ես կորցնելու ոչինչ չունեմ ու ես ոչ մեկից էլ չեմ վախենում, ազատ տնից դուրս եմ գալիս, ուր ուզում գնում եմ։ Ուրեմն Մոնիկա տվյալներով օգտատերը ինձ գրել է հետևյալ բովանդակությամբ կոմենտ. Էրիկ ջան, ազնիվ հայ տղամարդ ես, իսկական տղամարդ, ափսոս քոպես պատրիոտ քիչ են, քեզ միայն գումարով կարող եմ օգնել, կխնդրեմ հաշվեհամար տեղադրես։ Մոնիկան նորից գրել է, հստակ բան ասեմ քեզ, այդ Արտյոմիկի պապան վղե կոչվածն է, ով նարկոտիկը բերում է Եվրոպայից, լուրերը նայես 3 տամոժնուց մեծ չափսի նարկոտիկ են բռնել, հարգելի պարոն Աբազյանի հարազատ եղբայրը Կարեն Աբազյանը նույն այս թաղամասից է, Վանաձոր ջունգլի այդ աֆերիստ վղեի ու Արտյոմիկի թաղամասից, ու սրանց մեջքը պահողն է, վղեն ամեն օր զանգվում հանդիպում ռեստորաններ Կարենի հետ, քոպես 1000 բան տեսածի համար դժվար չէ ճշտես, Արտյոմիկը մի քանի հոգու ծեծել է կասկածով, որ քեզ իրենք են գրել, ու Կարեն Աբազյանն է իմացել ով է գրել քեզ, անուններ է ասել իրենց, Արտյոմիկը հիմա քեզ է վղեի հետ փնտրում, ջահել տղաներ են վարձել իբր, ով պաստուպի տանի գողերի աչքին կբարձրանա։ Այս կոմենտի մասին ես հանգամանորեն անդրադարձա իմ այս տեսանյութի սկզբում եւ ասեցի, որ ես չեմ հավատում, որ Ազգային անվտանգության ծառայությունը որևէ ինֆորմացիա տրամադրի գողականներին, դա բացառվում է։ Մոնիկան նորից գրել է, Եզդի Սուլեյման Տիկոն էլ մարսեց, իմացիր դանակով մարդ խփեց ու կոծկեցին, սաղ Բերթում միլիցիա ու լավ տղեկա անունով իբր հեռախոսներ են ման գալիս, տեսնեն ով է քեզ գրում։ Եգորը Եզդուն ասում է դեմը առ Էրիկի, թե չէ շատ կներես, այդ Էրիկի ձեռից չենք պրծնի։ Եգորը, ինչպես արդեն նշեցի, հանդիսանում է Վանաձոր քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Եգոր Հակոբյանը։ Մոնիկան նորից գրել է, 3 սովետաշեն են մտել, սպեցնազը ջարդել, մարդիկ են, Վանաձոր ԿԿՀ տարել, Օշականցի Գեղամիկին վիդեոները կա ոնց են դիմակավորված անձինք տանում, դասավորել բերել են Եզդի Տիկոին օգնելու համար, Եզդին Սուլեյմանն էլ ասում է տեսեք ինչ ուզում են անեն, իմ դեմս չեն կարա առնեն, այսինքն կարող են մարդ խփեն Բերթում ու մարսեն, ինչ է պրաշլյակ բջեն ու Արտյոմիկը օգնում են դրսից, այսօր ենք հասել, խփվածին էլ ստիպել են ասի ինքնավնասում է, վրան հոդված են դրել արդեն։ Վղեն էլ Արտյոմիկանց գումար է տվել, ասել մի քանի օր դեղ չանեք ու չցրեք, քանի այս էրոյի դեմը չեն առել։ Խնդրում եմ որպես հայ կին, դեմները առ սրանց, պարեկ են ուզում վարձեն, պաշտոնյաների հետ ուզում են քո հեռախոսդ առգրավեն, տեսնեն ովքեր են քո ինֆորմատորներդ։ Դու թափ ես առնում, վախենում են քո եթերը մի քանի ժամում քանի նայող է լինում։ Խոսացիր Բերթում էլ վախեցան, հետո ասացին սուտ է, մարսեցին, նույն պռախոդը շարունակվում է։ Ալավերցի զորիկ կա, դա իր լուսամուտից գոռացել, այդ էրոյին մլիցու շորերով հակածը լինի, բռնելու եմ, զանգեմ գողերին, վիդեո անեմ, մորթեմ տենան, 3 բանտում գողերի անունից քսիֆա ֆռացրել, որ սաղդ ճաշերը կվերցնեք, կթափեք, սաղ Բերթի կամերներով պռագոն է ֆռացրել, իբր զոննայողն է։ Ես եմ այս Մոնիկային գրել հիմա, դու այդ ինֆորմացիաները որտեղից ես իմացել, ջունգլիներցի Արտյոմն ու նրա գողական ընկերները ինչպես պետք է իմ դեմը առնեն։ Ուրեմն Գիո տվյալներով օգտատերը գրել է հետևյալը. Հա, ճիշտ ես, վերջապես մեկը խոսած, այդ զորիկը 3 Բերթում պռագոն է արել գողերի անունից թուղթ ֆռացրել իբր թունդ տիպա, ինքը ճաշերը վերցրեք, աու է գոռացեք լուսամուտից, աշխատողներին հայհոյեք։ Մի կողմից մեզ
պատռում ենք դրանց դեմը առնել, մյուս կողմից ավելի թունդ ա դառնում։ Եգորը 3 մայկատ ռուսիկը հանել տարելա, ինքն էլ իբր բանտում բունտ ա սարքում, մենթերին օթերը հանեն։ Սաղի ավտոն վառել ա ուզում տան, կամերները ստիպում է թուղթ ուղարկում, ասում ստորագրեք, որ կարդացել եք, ով ասածս չանի, առաջի հարկ ենք թռցնելու։ Այդ Գիոգիոն ինձ գրել է հետևյալը. Էրո ջան, իբր բան ասացիր, սաղ էլ գիտեն էդ վղեն փող են տվե Սպուտնիկով, GPS-ա ինչա հեռախոսիդ հետևան, ուր ես, խապսդ տան բռնեն տանեն, իրանց մեջքն էլ Աբազյանի հալալ աղբեր Կարեն Աբազյանն ա, իրանց մանկական ընկերն ա։ Ես այս Մոնիկային գրել եմ, շնորհակալ եմ ձեր օգնության առաջարկի համար, բայց ինձ գումար պետք չի, ձեր գումարը նվիրաբերեք մանկատներին և համարեք, որ դրանով ինձ օգնած կլինեք։ Նորից այս Արտյոմ Հարությունյանն է ակտիվացել և նորից սպառնալիքներ և հայհոյանքներ է գրել ինձ։ Հիմա էլ ես եմ այս Արտյոմին գրել, արա այ աբորիգեն, տեղս դու ինձանից լավ գիտես, արա, ես Ստեփանավանում եմ ապրում, մի քիչ ամփերի շուտով ԱԱՑ-ն կգա հետևիցդ, եթե այդքան դուխով տղա ես, զանգի ինձ, արա, սպասում եմ։ Եվ գրել եմ իմ հեռախոսահամարը 077 27 07 38։ Հիմա ցուցադրում եմ իմ կողմից այդ Մոնիկային գրված նամակը։ Այսինքն դու ուզում ես ասես, որ գողականները իրավապահ մարմիններին հանձնարարել են, որ իրավապահ մարմինները ինձնից առգրավվեն իմ բջջային հեռախոսը, որից հետո իրավապահ մարմինները գողականներին ինֆորմացիա տան իմ հեռախոսում պարունակվող ինֆորմացիայի մասին, ասեն, որ իմ բջջային հեռախոսում իրավապահ մարմինների համար հետաքրքրություն ներկայացնող ոչ մի ինֆորմացիա չի պարունակվում։ Հիմա ես եմ գրել այդ Gio պրոֆիլը անվանումով օգտատիրոջը, ապեր դու իզուր մի փորձի պղտոր ջրում ձուկ որսաս, դու իզուր մի փորձի ինձ տրամադրես ԱԱՑ-ի դեմ, ԱԱՑ բոլոր ծառայողները իմ ընկերներն են, ես քո ասածներիդ ու քո ստերիդ չեմ հավատում, ու իզուր մի փորձի իմ միջոցով քո հարցերդ լուծես, ես չգիտեմ թե դու ով ես, զանգի ինձ տենամ ով ես, գրել եմ իմ հեռախոսահամարը, սակայն այդ Gio-ն այդպես էլ ինձ չզանգեց։ Հիմա Gio-ն է ինձ գրել հետևյալ բովանդակությամբ կոմենտ. Չէ այ միամիտ, ԱԱՑ-ի ցավը տանեմ, քո պես միամիտ չեմ, վատ սխալ բան ասեմ, ուղակի ինչ կա էդ եմ ասում, ուղակի ճշտիր էդ վղե կոչված նարկոշի էդ Մաուգլի Արտյոմիկի ու պարոն Աբազյանի եղբայր Կարեն Աբազյանի հասցեները ու մասես կասեն որտեղ են բնակվում ու հարցրա դրանց կապն ու ցանկացած վանաձորցուց հարցրա, որ ում տեսնում քեզնից են հարցնում ու իբր Աբազյան Կարենը խոստացել ա պարզել Յոպե տեղս կորցրեցի։ Չէ այ միամիտ, ԱԱՑ-ի ցավը տանեմ, քո պես միամիտ չեմ, վատ սխալ բան ասեմ, ուղակի ինչ կա էդ եմ ասում, ուղակի ճշտիր էդ վղե կոչված նարկոշի էդ Մաուգլի Արտյոմիկի ու պարոն Աբազյանի եղբայր Կարեն Աբազյանի հասցեները ու մասես կասեն որտեղ են բնակվում ու հարցրա դրանց կապն ու ցանկացած վանաձորցուց հարցրա, որ ում տեսնում քեզնից են հարցնում ու իբր Աբազյան Կարենը խոստացել ա պարզել ով է քեզ գրում ու զրպարտում էդ նարկոշներին ու անունները ասի իրենց, չասացի հենց ընդհանուր ԱԱՑ-ը դրանց մեջքն ա, էդ հայտնի բոմժերի նարկաման, ուղակի իրենք էլ կապեր ունեն, ոնց եղավ, վղեին բռնին, այրոպորտ նարկոտիկով, տնային կալանք տվին, հետո բաց թողեցին իբր թյուրիմացություններ, ոնց է Ջունգլի Արտյոմը մի քանի հոդվածով բռնվում, Շամշանի պես լրագրողը դաժե լուր էր գցում դրա մասին, հետո դրսում արդարացվում է, ոնց է 4 հատ ավտո քշում, առանց աշխատել ապրում, սաղոր կնգահետ գնում ուր ասես, առանց գումար, էդ մեծ գլուխդ աշխատացրա, գործ ես բռնում, լավ գործը տարա, թաքնվել ես տուն, վախից բնական է, բան չես իմանա, վղեն ու Մաուգլին ներգուշ կա Ստեփանավանցի, իրեն էլ են հրահանգել, քեզ մի ձև բռնի, ջրի մարդ կգա, լույսի մարդ, իբր լույս ջուր ստուգի, կամ տանդ լույսերը որ անջատվի չմտածես վթար է տեղի ունեցել։
Ստեփանավանցի Էրիկն էլ օրենքով գող է, էդ Մաուգլուն ասելը ընդհանուր թշնամի ունենք, իբր դու երկուսի թշնամին ես, հենց մի բան անեն քեզ, էդ Արտյոմը կարողացավ անի, օրենքով գող կնշանակեն իրան, էդ քյաչալ ճակնդեղին իբր գող կկարգեն, եթե քեզ վնասազերծեց։ Այսինքն եթե այդ ջունգլիներցի Արտյոմը եթե ինձ խփի, սպանի, օրենքով գողերը նրան գող կնշանակեն, էլի, դա է ուզում ասի։ Ուղղակի մի քանի պաշտոնյաներ կան, որ գնում խափում են, հաց գցում, սեղան նստում, իբր իրենք արդար մարդիկ են ու դու շառով ես տալիս իրանց, խնդրում բացահայտեն ով է քո ինֆորմատորը, իբր շառանողներ են, ներգուշին հրահանգել են հեռվից հետևի քո տեղաշարժին, որ Մաուգլուն հարձակման ուղարկեն վրատ, Մաուգլին էլ դա հենց ջունգլիներցի Արտյոմն է, մականունը Մաուգլի, Զորիկին էլ ասել են Բերթից ով էրոյ հետ կապյա բռնի զոն նայող նշանակենք, քեզ սա էլ պռագուններ ա ֆրցնում, որ հաց վերցրեք թափեք լուսամուտներից, աշխատողներին քֆուր տվեք, աղմուկ հանեք, կյանք գողերին ճվացեք, հենց մեկիդ դուռը բացում են, ձեզ երակներդ կտրեք։ Բարդակ վիճակ ա տիրում էլի Վանաձոր քրեակատարողական հիմնարկում։ Լարիսա Անանյան տվյալներով օգտատերը ինձ գրել է հետևյալը. Վայ թաղեմ էդ Զորիկին, երեխուս էլ ա ստիպում փող վերցնում, ամեն ամիս փող պետքա տա, որ չնեղացնեն, խեղճս էլ բաներ ա ստիպված անում, պատժախուց են տանում։ Սա հենց պետի թուլությունն ա։ Բերթի պետը եթե նորմալ ղեկավար էր, նման բաներ էլ տեղի չէր ունենա Բերթը, գողականները արտոնյալ չէին զգա իրանց։ Լարիսա Անանյանը նորից գրում է. Վարչությունել եմ զանգել, խնդրել չբացահայտեն ով եմ, երեխայից չնեղեն ավելի, բայց սա ես այսպես չեմ թողնի։ Էդ եզդի անտերն էլ խումար է կրել, երեխաս վախից չի ասում։ Բերթի պետին էլ տեսնում եմ հերքում է, ասում տղատ վիվարո է խաղում, ոչ խումար։ Եգորն էլ եզդուն Զորիկին ասում է սրա մերը եկել էր, գրում էր դեմները առեք։ Եզդի է ինչ գրողուցավ, ասում ա կդանակահարեն, ոչ մեկ չի փրկի քեզ։ Նարկոտիկի համար էլ ով նստած է, ասում են կամ մեզ համար նարկոտիկ բեր, կամ էլ կառավաթի տակ պիտի ապրեք։ Այսինքն սա թմրանյութերի շրջանառության մասին տվյալներ ա, որը որ պետքա ԱԱՑ-ն պարտադիր զբաղվի սրանցով։ Վանաձոր քրեակատարողական հիմնարկում փաստացի զբաղվում են թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ և Վանաձոր քրեակատարողական հիմնարկի պետ Արկադի Թադևոսյանն էլ և օպերատիվ բաժնի պետ Եգոր Հակոբյանն էլ որևէ միջոց չեն ձեռնարկում, էդ ա դուրս գալիս։ Գրած ա հետո նորից Լարիսա Անանյանը գրել է Դիլիջանցի Արթուրին էլ դանակով երկու տեղից խփել են էդ եզդի կոչվածը։ Կոչ եմ անում ում երեխան նման սադիստների ձեռքում է, միանանք, միասին գնանք համապատասխան տեղ դիմենք ու ապահովեն մեր երեխաների անվտանգությունը։ Քնարիկ Սարգսյանը գրել է հետևյալը. Թաղեմ էդ Զորիկին, իմ տղուս էլ տուլիկ է պահանջում, ամեն շաբաթ տուլիկ պետքա տանի։ Երեկ էլ սև թուղթը գլխին գա, թուղթ ա տվել, որ գողերի կողմից է, կարդա ստորագրի։ Եթե այս գրածս ու ստորագրածը չանես, անբարոյականի տղա ես, ոչ ոք քեզ չի փրկի։ Երեխես էլ չի թողնում բողոքեմ, ասում է, եթե մարդու ասես, ինձ կվնասեմ։ Ստիպում է հայհոյի ոստիկաններին անախորժություն իբր ստեղծի հացադու լիչնի, հենց դրսից ոստիկան գա, ասի անձնական գործերից համար եմ անում, վստահ եմ տեղի պետին ասեմ, ոչինչ չի ձեռնարկելու, բացի վարկաբեկելու երեխուս, խնդրում եմ հարգելի ծնող, ինձ հեռախոսահամար տրամադրեք, կապնվեմ ձեզ հետ։ Քնարիկ Սարգսյանը նորից գրել է. Այս տղային էլ շատ մի վստահիր, ինքը այդ ուժը չունի բան փոխի, էդ Արտյոմը չգիտեմ ով ա, տղաս է չի տեսել միայն, գիտի որ այդպիսի մարդ ամեն գիշեր գալիս է բանտի լուսամուտի տակ, գործը խոսում իր ընկերների հետ եւ գնում, դրանք ամենքը մի մեջք ունեցող են, այս խեղճ տղուն էլ բլոգեր վաղ թե ուշ կլռեցնեն, նկատի ունի ինձ, այսինքն ես եմ բլոգերը, նկատի ունի որ վաղ թե ուշ ինձ կլռեցնեն, այսինքն ինձ կսպանեն։ Հիմա ես եմ գրել այդ Լարիսա Անանյանին և Քնարիկ Սարգսյանին, հորդորելով բողոքել ԱԱՑ-ը և զանգահարել ինձ։ Ահա այս պահին այսքանն էին մեկնաբանությունները։ Հիմա ինչպես արդեն նշեցի, ցուցադրում եմ ուրեմն իմ տեսանյութը, որտեղ հստակ երևում է, որ ես ոստիկանությունում գրանցված իմ օրինական ատրճանակը ձեռքիս, զենքը ձեռքիս, բարձրաձայնում եմ գողականների դեմ տարվող իմ անողոք և վճռական պայքարի մասին։
դենքը թիրախը խոցում եմ Սկզբից դնեմ։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ։ Այժմ ցանկանում եմ ցույց տեսանյութով հրապարակայնորեն բարձրաձայնել ազգային անվտանգության ծառայության կողմից 3 տարածված հաղորդագրությամբ բացահայտված Վանաձոր քրեակատարողական հիմնարկում կատարված հերթական կաշառակերության դեպքի մասին, ինչպես նաև ցույց տեսանյութով ցանկանում եմ անդրադառնալ հանցածին վարքագիծ դրսևորած օրենքով գողերին, քրեական հեղինակություններին եւ այսպես կոչված տախրահռչակ զոն նայողներին։ Ինչպես գիտեք, իմ կարծիքով, սա միայն իմ կարծիքն եմ հայտնում, այսօր Հայաստանի Հանրապետությունում իրապես հանցավորության դեմ պայքարում է միայն ազգային անվտանգության ծառայությունը, թե հանցավորության եւ թե կաշառակերության միայն ազգային անվտանգության ծառայությունն է, որ հետևողական պայքար է մղում իմ կողմից վկայակոչված հանցածին երևույթների դեմ։ Մասնավորապես 3 ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց նաև այն մասին, որ ՀՀ զինված ուժերում ծառայող սպաներից մեկը գումարի դիմաց կատարել էր պետական դավաճանություն, ինչ-որ զորամասի տեղանքներ լուսանկարել, ուղարկել թշնամուն և կատարել էր նմանատիպ այլ գործողություններ։ Բարեբախտաբար ազգային անվտանգության ծառայությունը աչալուրջ է և կարողանում է կանխել պետության դեմ ուղղված հիշյալ դատապարտելի հանցագործությունները և նման մարդկանց, ովքեր որ իրենց հայրենիքն են ծախում, ես չգիտեմ, այսպիսի բան կառաջարկե իրենց, որ ձեր սեփական հայրենիքը լուսանկարելու և թշնամուն ուղարկելու փոխարեն, այդ ձեր նման մարդկանց ես կհորդորեի լուսանկարեք ձեր սեփական հետույքը և ուղարկեք թշնամուն։ Կարծում եմ, որ թշնամին կգնահատեր ձեր հետույքը և դրա համար ձեզ բավականին մեծ գումարներ կտար։ Իհարկե սա հեգնանքով եմ ասում, ես սակայն հոգուս խորքում ցավ եմ ապրում, որ հայ ազգի մեջ կան նման սրբապիղծ դավաճաններ, ովքեր հանուն փողի դավաճանում են թե իրենց հայրենիքը, թե իրենց տունը, ամեն ինչը հանուն փողի, եւ դա անում են միայն փողի խաթեր։ Հանուն փողի, այսինքն։ Շատ ողջունելի է իրոք, որ Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգությունը այդպես աչալուրջ է եւ հետեւողական պայքար է մղում պետականության հիմքերը խարխլող հիշյալ ազգի դավաճաններին վնասազերծելու համար։ Մի քանի օր առաջ էլ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից մեկը զոհված զինծառայողների մայրերին եւ քույրերին սեռական բնույթի անպարկեշտ առաջարկներ էր արել, նրանցից պահանջել էր իրեն ուղարկել իրենց մեծ լուսանկարները, հայտնելով, որ իբր թե ինքը տեղեկություններ ունի իրենց գերեվարված եւ զոհված որդիների գտնվելու վայրի մասին։ Չգիտեմ, իրոք այդ ամենը լսելով ես յուրաքանչյուր ողջամիտ մարդու մոտ ցանկություն է առաջանում այդ ժամանակ դառնալ Սողոմոն Թեհլերյան եւ վերեշխնդիր լինել նման հիմա դες չի պատտվում ասել, որովհետեւ այս տեսանյութը նայում են նաեւ կանայք եւ աղջիկները, թե չէ մի երկու լավ քաղցր խոսքեր կասել, նման սրբապիղծ մարդկանց հասցեին, այսինքն մարդկանց արժեհամակարգը այնքան է ցածրացել դժբախտաբար, որ մարդիկ, այսինքն դրանց մարդ կոչելն էլ է սխալ, ձևի կենդանիները հագուրդ տալով իրենց անասնական բնազդներին, իրոք անասնական բնազդներով են առաջնորդվում նման սրբապիղծ սրիկաները, իրենց անասնական բնազդներին, կրքերին հագուրդ տալով արդեն, չգիտեմ, փորձում են զոհվածների մայրերից, քույրերից ինչ-որ մերկ նկարներ պահանջել եւ թարք ու պատիվ մեր ազգային անվտանգության ծառայությանը, որ նման սրիկաների, նման ոչնչություններին հայտնաբերում են եւ օրենքի ողջ խստությամբ ենթարկում են քրեական պատասխանատվության։
կրկին անգամ փառք ու պատիվ մեր ազգային անվտանգության ծառայությանը, որ իրապես պայքար է մղում այդ ձևի տականքներին հասարակությունից մաքրելու համար։ Հիմա նորից եմ ասում, քանի որ այս տեսանյութը հնարավոր է դիտել նաև կանայք եւ աղջիկներ, այդ իսկ պատճառով ես զերծ եմ մնում այդ ձևի սրբապիղծ տականքների հասցեին հայհոյանքներ հնչեցնելուց։ Նաև ցանկանում եմ հասարակությանը տեղեկացնել, որ երեք ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Վանաձոր քերակատարողական հիմնարկում բացահայտվել է հերթական կաշառակերության դեպքը։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ հայտնել հետևյալ հանգամանքների մասին։ Մասնավորապես Էրիկ Եղինյանս, այսինքն ես, նախկինում ապօրինի մոտ 3 տարի ժամանակով ապօրինի պահվել եմ Վանաձոր քերակատարողական հիմնարկում իմ չկատարած հանցագործության համար։ Այդ դեպքի վերաբերյալ ես նախկինում տեսանյութ եմ տեղադրել YouTube-ում, որտեղ հանգամանորեն անդրադարձել եմ, թե ես ինչ պատճառով եմ պահվել Վանաձոր քերակատարողական հիմնարկում։ Հիմա չէի ցանկանա այս տեսանյութով կրկին անգամ անդրադառնալ իմ քրեական գործին, որովհետև այս տեսանյութում ես ցանկանում եմ անդրադառնալ բոլորովին այլ հանգամանքներին։ Ինչևիցե։ Երբ որ ես պահվում եմ Վանաձոր քերակատարողական հիմնարկում, ես ինքս այդ ժամանակ անողոք պայքար եմ մղել քրեական ենթամշակույթի եւ քրեական ենթամշակույթից ածանցվող հանցածին երևույթների դեմ, մասնավորապես այն ժամանակ, երբ որ Վանաձոր քերակատարողական հիմնարկի պետն էր Գևորգ Մկրտչյանը եւ այսպես կոչված զոննայողն էր Տխրահռչակ Թամազը, ես արժեքավոր տեղեկություններ էի հավաքել, որ զոննայող Թամազը եւ Բերդի պետ Գևորգ Մկրտչյանը միմյանց հետ գտնվում են հանցավոր կապերի մեջ, որովհետեւ ես նկատում էի, որ զոննայող Թամազը բանտում գտնվում է արտոնյալ կարգավիճակում, ազատ ունի բջջային հեռախոսներ, ինչ ուզում անում է, մշտապես նրա խցի դուռը միշտ բաց էր լինում։ Այդ ամենի մասին ես ծածուկ կերպով հայտնեցի ազգային անվտանգության ծառայությանը, իսկ թե ինչու ծածուկ կերպով, որովհետև եթե ես դրա մասին բացահայտ հայտնեի, ապա բնականաբար քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կզգուշանար, տեղեկանալով այդ մասին կզգուշանար եւ այսպես ասած ԱԱԾ-ի պլանները կձախողվեն եւ ԱԱԾ-ն այլևս հնարավոր է չկարողանար բացահայտել այդ հանցագործությունը։ Այդ իսկ պատճառով ես բնականաբար հիմա չեմ ասի թե ինչ եղանակով, բայց ծածուկ կերպով տեղեկ պահեցի ազգային անվտանգության ծառայությանը, որ այսպիսի հանցավոր դեպքեր են կատարվում Վանաձոր քերակատարողական հիմնարկում։ Ազգային անվտանգության ծառայությունը անմիջապես ստանալով իմ տեղեկատվությունը, անմիջապես ձեռնարկեց իմ կողմից տրամադրված տեղեկատվությունից բխող անհրաժեշտ միջոցառումներ եւ բացահայտեց այդ հանցագործությունը։ Հիմա ներկայումս Վանաձոր քերակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանի եւ զոննայող Թամազ Տերոյանի վերաբերյալ ընթացող այդ կաշառք տալու ստանալու վերաբերյալ քրեական գործը ներկայումս քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում, Սպիտակ քաղաքի նստավայրում։ Դրանից հետո, երբ որ Վանաձոր քերակատարողական հիմնարկի պետին բռնեց ազգային անվտանգության ծառայությունը, այսինքն Գևորգ Մկրտչյանի երբ որ բռնեց ԱԱԾ-ն, դրանից հետո Վանաձոր քերակատարողական հիմնարկի պետ նշանակվեց Արտակ Հովհաննիսյանը, որը նախկինում զբաղեցրել է ոստիկանության Տաշիրի բաժնի պետի պաշտոնը։ Արտակ Հովհաննիսյանը նույնպես ի դժբախտություն իրեն գայթակղվեց գումարներով։ Արտակ Հովհաննիսյանը երբ որ զբաղեցնում էր Վանաձոր քերակատարողական հիմնարկի պետի պաշտոնը, այդ ժամանակ Վանաձոր քերակատարողական հիմնարկում այսպես կոչված զոննայող էր Ցուր մականունով Սամվել Դավթյանը։ Հիմա այդ ժամանակ նույնպես ես, քանի որ գտնվում էի Վանաձոր քերակատարողական հիմնարկում, նկատեցի, որ Ցուրը նույնպես գտնվում է արտոնյալ կարգավիճակում, ունի բջջային հեռախոսներ, մշտապես վերջինիս խցի դուռը բաց էր, միշտ այցելում էր տարբեր խցեր։ Մի խոսքով այդ ամենին ականատես լինելով, ես այդ մասին նույնպես ծածուկ կերպով հայտնեցի ազգային անվտանգության ծառայությանը եւ ազգային անվտանգության ծառայությունը անմիջապես ձեռնարկեց իմ տեղեկատվությունից բխող անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ եւ այդ հանցագործությունը նույնպես բացահայտեց։
Ասեմ, որ Արտակ Հովհաննիսյանի և զոննայով Ցուլ մականունով Սամվել Դավթյանի վերաբերյալ կաշառք տալու և կաշառք ստանալու հետ կապված այդ քրեական գործը նույնպես ներկայումս քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակ քաղաքի նստավայրում և հիշյալ երկու քրեական գործերով Էրիկ Եղինյանս ներգրավված են որպես վկա։ Այսինքն նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել որպես վկա, սակայն դատաքննության ընթացքում դեռևս դատարանը ինձ չի հրավիրել որպես վկա ցուցմունք տալու համար։ Ինչևից է, սրանով ցանկանում եմ նշել, որ եթե ես, չգիտեմ, կյանք է իմ ամեն ինչ էլ հնարավոր է, ինչ իմանամ ինձ հետ հետագայում ինչ կլինի։ Դրա համար եմ ասում, եթե ես հետագայում այնպես ստացվեց, որ ես նորից գտնվեմ Վանաձոր քրեակատարողական հիմնարկում, ապա այդ ժամանակ ես անողոք պայքար եմ մղելու քրեական ենթամշակույթի, օրենքով գողերի, քրեական հեղինակությունների դեմ։ Ասեմ, որ եթե ես գտնվեցի մի ՔԳՀ-ում, լինի դա Վանաձոր քրեակատարողական հիմնարկը, թե մեկ այլ քրեակատարողական հիմնարկ, այդ ժամանակ ամեն ինչ անելու եմ, որտեղ որ ես եմ գտնվելու, տվյալ քրեակատարողական հիմնարկում զոննայողներ չպետք է լինեն։ Ոչ մի զոննայող ինձնից լավ տղա չի։ Այսինքն ինչա որ դա արդարացի չի, որ ասենք զոննայողները իրենց մոտ ունեն բջջային հեռախոսներ, ազատ կարողանում են բջջային հեռախոսներ ունենան, պահեն իրենց մոտ։ Իհարկե դա առանց հիմնարկի պետի թույլտվության չի լինում, պարտադիր քրեակատարողական հիմնարկի պետը իմանում է դրա մասին եւ աչք է փակում այդ ամենի վրա։ Եվ ոչ մի զոննայով ինձնից լավ տղա չի, որ ինքը ազատ բջջային հեռախոսներ ունենա, իսկ ես չունենամ։ Եթե ես չունեմ բջջային հեռախոս, հետեւաբար ամեն ինչ անելու եմ, որ զոննայողը նույնպես չունենա բջջային հեռախոս։ Բոլորը պարտավոր են ենթարկվել օրենքին, բոլորը հավասար են օրենքի առաջ։ Եթե պետությունը կընդունի օրենք, որ այսուհետև բոլոր քրեակատարողական հիմնարկներում բջջային հեռախոսներ պահելը կթույլատրվի, խնդրեմ, այդ դեպքում արդեն բոլորը կարող են ունենալ, ազատ իրենց մոտ կարող են պահել բջջային հեռախոսներ։ Բայց քանի դեռ դա օրենքով արգելված է, ես ամեն ինչ անելու եմ, որ այսպես կոչված զոննայողները քրեակատարողական հիմնարկի ներսում որևէ արտոնություն չունենան, բջջային հեռախոսներ իրենց մոտ ազատ չկարողանան պահել, թմրանյութեր չկարողանան մտցնել, չգիտեմ, մարմնավայր աղջիկներ չկարողանան կալանավայր մտցնել, ես այդ հարցում հետևողական եմ լինելու եւ մեջտապես իմ տեսադաշտում են լինելու զոննայողների եւ քրեակատարողական հիմնարկի պետերի միջև գոյություն ունեցող այդ հանցավոր կապերը։ Եվ նախազգուշացնում եմ, եթե հանկարծ նկատեցի, որ ինչ որ զոննայող քրեակատարողական հիմնարկում գտնվում է արտոնյալ կարգավիճակում, էլի խցի դռները բաց է, ազատ բջջային հեռախոսները ձեռքին ման է գալիս խցում, նախազգուշացնում եմ, որ այդ մասին անհապաղ հայտնելու եմ ազգային անվտանգության ծառայությանը։ Դրա համար քրեակատարողական հիմնարկի պետերի նույնպես հորդորում եմ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի քրեակատարողական հիմնարկներում զոննայողները իրենց արտոնյալ կարգավիճակում չզգան, բջջային հեռախոսներ չունենան եւ լինեն հավասար, ինչպես բոլոր կալանավորները այնպես էլ իրենք։ Նաեւ ցանկանում եմ բարձրաձայնել մի շատ ցավոտ թեմայի մասին։ Քրեակատարողական հիմնարկներում կան այսպես կոչված բերթի կառույցներ, որոնք նույնիսկ կարելի է ասել զոննայողները նույնպես այդպիսին են, ովքեր հարիվներին խաբում են, խումարի մեջ են քաշում հարիվներին, այդ խումարը դա մոլեխաղերն է, այսինքն հարիվների ներքաշում են մոլեխաղերի մեջ, կրում են նրանց խումարով եւ վզին դնում են բավականին մեծ գումարներ, ասում են, որ չգիտեմ, ես քեզ մի ամիս ժամանակ եմ տալիս, մի ամիս ժամանակում ինձ պետք է տաս այսքան գումար, քանի որ խումարը կրվել ես, չտալու դեպքում արդեն գիտես քեզ ինչ է սպասվում։ Ասեմ, որ ես պայքար եմ տանելու նաեւ մոլեխաղերի դեմ, եթե ես գտնվեմ մի քրեակատարողական հիմնարկում, հավաստիացնում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որ այդ տվյալ քրեակատարողական հիմնարկում չեն լինելու որևէ զոննայողներ, որևէ զոննայող տվյալ քրեակատարողական հիմնարկում արտոնյալ կարգավիճակում չի գտնվելու, բջջային հեռախոսներ չի պահելու, մոլեխաղերով չի զբաղվելու։ Ես օրենքով չարգելված բոլոր միջոցներով հետևողականորեն պայքար եմ տանելու այդ այսպես կոչված
զոննայողների, քրեական ենթամշակույթի եւ քրեական ենթամշակույթից բխող հանցածի երևույթների դեմ։ Այնպես որ հորդորում եմ, որ ձեռք մնալ նմանատիպ անօրինական արարքներից հետագայում քրեական պատասխանատվության չենթարկվելու նպատակով։ Նաև ցանկանում եմ տեղեկացնել, որ ես որևէ մեկից չեմ վախենում, նաև ես կորցնելու ոչինչ չունեմ, ես չեմ վախենում ոչ դատավորից, ոչ դատախազից, ոչ միլպետից, ոչ բերդի պետից, ոչ զոննայողից, որևէ մեկից չեմ վախենում, որևէ մեկից կախվածություն չունեմ եւ որևէ մեկին չեմ ենթարկվում։ Ես ապրել եմ միշտ այդպես եւ շարունակելու եմ ապրել այդպես։ Ինձ որևէ մեկը չի կարող վախեցնել, ես որևէ մեկից չեմ վախենում։ Ես նաեւ բանտից էլ չեմ վախենում։ Եթե չգիտեմ, ինչ-որ կան մարդիկ հիմա դատախազներ, պաշտոնավոր դատախազներ, ովքեր մտածում են, որ եթե ինձ բանտարկեն, ապա դա, չգիտեմ, ինձ համար ցավ կլինի հոգեկան, ստիպված եմ ձեզ հիասթափեցնել, բանտը ինձ երբեք չի կարող կոտրել։ Ես իմ կյանքում բազմաթիվ փորձություններ եմ հաղթահարել եւ սա իմ կյանքի հերթական փորձություններից մեկն է, որը ես պատրաստ եմ պատվով հաղթահարել։ Այդ դուք մտածեք, պաշտոնավոր դատախազիկներ, դուք լիքը կորցնելու բան ունեք։ Պաշտոնների շատ ու շատ բաներ, իսկ ես որևէ կորցնելու բան չունեմ։ Եվ որևէ, ես նույնիսկ մահից էլ չեմ վախենում։ Չնայած ասեմ, որ հիմա ես ինձ մոտ ունեմ ոստիկանությունում օրինական գրանցված զենք, ահա այդ զենքը, եւ նախազգուշացնում եմ, որ եթե որևէ զոննայողի կամ չգիտեմ, որևէ այլ թափթփուկ այդ զոննայողների կամ վերջինիս մերձավորների կողմից, եթե իմ անձի կամ առողջության դեմ որևէ ոտնձգություն գործադրվեց, ապա ես կատարելու եմ ինձ մոտ գտնվող այս օրինական զենքով, դիմելու եմ ինքնապաշտպանության եւ կատարելու եմ քրեական օրենսգրքի 42 հոդվածից բխող իմ անձի պաշտպանության ուղղված անհրաժեշտ գործողություններ։ Իսկ եթե ես գտնվեմ քրեակատարողական հիմնարկում, բնականաբար այս զենքը իմ ձեռքին չի լինելու եւ այդ ժամանակ ես պաշտպանվելու եմ անհրաժեշտության դեպքում բնականաբար պաշտպանվելու եմ ձեռնամարտով։ Ցանկանում եմ նշել, որ ես տիրապետում եմ մարտական հնարքների, գիտեմ բազմաթիվ կոտրող, խեղդող հնարքներ, այնպես որ խորհուրդ չեմ տա ինձ վնասել, որովհետև չգիտեմ, ինձ վնասել փորձող ցանկացող անձը հնարավոր է ստանալ ձեռքի կոտրվածք կամ ողնաշարի կոտրվածք, այնպես որ կհորդորեի ձեռք մնալ ինձ վնասել ցանկանալուց։ Դա ձեզ համար առաջացնելու է շատ վատ հետևանքներ։ Ասեմ, որ այս զենքը, ինչպես արդեն նշեցի, օրինական գրանցված զենք է, բնականաբար ոստիկանությունը տեղյակ է այս զենքի մասին, ոստիկանությունը արդեն իսկ ստուգել է այս զենքի ձեռքբերման օրինական հիմքերը, լրիվ օրինական հիմքերով է այս զենքը գտնվում ինձ մոտ։ Սա փամփուշտների պահունակն է, փամփուշտատուփը այդ կերպ ասած։ Ասեմ, որ այս զենքը թիրախը խոցում է մոտ 20 մետր հեռավորությունից եւ սաստիկ ցավ է պատճառում, էդ էլ ասեմ։ Այնպես որ որևէ մեկին խորհուրդ չէի տա, որ փորձեին ինձ վնասել։ Որովհետեւ ինչպես արդեն նշեցի, իմ կյանքի եւ առողջության դեմ որևէ ոտնձգություն գործադրվելու դեպքում ես դիմելու եմ ինքնապաշտպանության, լինի դա այս զենքի միջոցով, լինի դա ձեռնամարտի հնարքներով, դիմելու եմ ինքնապաշտպանության եւ կատարելու եմ քրեական օրենսգրքի 42 հոդվածից բխող իմ անձի պաշտպանության ուղղված համապատասխան գործողություններ։ Ասեմ, որ ես մահից չեմ վախենում, որևէ բանից չի կարող կանգնեցնել, եթե ես մի բան որոշեցի, որ պետք է այդպես անեմ, ապա հետևողականորեն հետամուտ եմ լինելու, որ հասնեմ իմ նպատակներին եւ իմ ուզածին։ Կրկին անգամ ցանկանում եմ հավաստիացնել, որ եթե ես գտնվեմ մի քրեակատարողական հիմնարկում, հետագայում եթե գտնվեմ ինչ-որ քրեակատարողական հիմնարկում, ապա ամեն ինչ անելու եմ, որ այդ տվյալ քրեակատարողական հիմնարկում չլինեն զոննայողներ,
զոնայողները կամ այլ քրեական հեղինակությունները արտոնյալ կարգավիճակում չգտնվեն, իրենց մոտ ազատ բջջային հեռախոսներ չունենան, վերջինիս խցերի դռները մշտապես լինեն փակ վիճակում եւ վերջիններս հնարավորություն չունենան քրեակատարողական հիմնարկի ներսում ազատ զբոսնելու։ Զբոսնելու համար կան հատուկ նախատեսված ժամեր, օրական 1 ժամ, օրենքով թույլատրվում է դատապարտյալ եւ կալանավորներին, օրենքով օրական 1 ժամ իրավունք ունեն դուրս գալ զբոսանքի։ Միայն այդքանը։ Դրանից դուրս որևէ այլ արտոնություններ զոննայողների համար չի լինելու։ Վստահեցնում եմ, որ ես այդ հարցում հետևողական եմ լինելու։ Հիմա նաև մի բան եմ մտածել, որ հիմա զոննայողները կփորձեն, չգիտեմ, բաղնիքում, տեսակցությունների սենյակում կամ զբոսանքի վայրում կփորձեն ինձ վնասել կամ սպանել, ասեմ, որ ես ի սկզբանե հաշվարկել եմ այդ բոլոր հնարավոր հետևանքները, սակայն այդ ամենը նույնպես չեն կարող ինձ կանգնեցնել, ես ինչպես արդեն նշեցի, մահից չեմ վախենում։ Այնպես որ ինչ որ մտածում եք իմ գլխին բերել, հանգիստ կարող եք ձեր մտածածները իրականացնել։ Նորից եմ ասում, ես կորցնելու ոչինչ չունեմ, ես մահից չեմ վախենում, որևէ զոննայողից կամ բերդի պետից նույնպես չեմ վախենում եւ որևէ բերդի պետի կամ զոննայողի չեմ ենթարկվում։ Երևի թե այսքանը։ Շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար։